շատ դասագրքային ճշմարտություններ, որոնք ստեղծված են, իրանք ստեղծված են որպես դասագրքային ճշմարտություններ եւ այդպես չի, որ դրանք հենց են, ինչ որ արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։ Եվ գիտեք ինչ առիթով ասի, օրինակ դիվանագիտական դասագրքային ճշմարտությունը ասում է հետեւյալը. չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ կամ մշտական շահեր։ Իմ համոզմունքն է, որ դա իրականում ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է, որովհետեւ իմ ընկալմամբ ճշմարտությունն է, որ չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կան ուղղակի միջազգային հարաբերություններ։ Ուղղակի հասկանում եք, պետությունը այն պահին է հասունանում, երբ որ հասկանում է, որ չկան բարեկամներ եւ թշնամիներ։ Երբ որ դու ասում ես չկան բարեկամներ եւ թշնամիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո եւ քո անելիքի եւ քո կայացնելու որոշումների վրա։ Իսկ երբ որ դու այլ տրամաբանությամբ ես մտածում, դու անդադ մտածում ես ոնց անեմ, թե այն մեկը այս որոշումը կայացնի, այն մեկը այն որոշումը, այն մեկը այն որոշումը, եւ դու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղակարդ օգտագործում են, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, եւ բոլորը իրանց համար։